Բարի գալուստ մեր ալիք ողջունում ենք ձեզ մեր ալիքում եւ առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Արքայան նարինջը աշնան ու ձմռան ամենասիրելի մրգերից է, քաղցր մեղրային համով, պայծառ նարինջագույն գույնով եւ արևի պես ջերմ տրամադրություն հաղորդող։ Սակայն որքան էլ այն համեղ ու օգտակար լինի, արքայան նարինջը ոչ բոլորի համար է անվտանգ եւ որոշ հիվանդությունների դեպքում այն կարող է նույնիսկ վնասակար լինել։ Իսկ այժմ արքայան նարինջի ծագման ու հետաքրքիր փաստերի մասին։ Արքայան նարինջը գալիս է Արևելյան Ասիայից, հիմնականում Չինաստանից ու Ճապոնիայից։ Չինաստանում այն անվանում են Աստվածների պտուղ, իսկ Ճապոնիայում երկարակեցության խորհրդանիշ։ Հին ժամանակներում արքայան նարինջը նվիրում էին որպես առողջության եւ բարեկեցության նշան։ Այն ունի բազմաթիվ տեսակներ՝ խիստ տտիպ, չասած վիճակում, քաղցր, այն կարելի է շարունակաբար ուտել փափուկ կամ կոշտ պտղամսով։ Արքայան նարինջը հարուստ է վիտամին A եւ բետա-կարոտին, որն օգտակար է տեսողության համար, վիտամին C-ն իմունիտետի համար, կալիում սրտի աշխատանքը կարգավորելու համար, երկաթ արյունաստեղծման համար, պոլիֆենոլներ եւ հակաօքսիդանտներ եւ մեծ քանակությամբ թանիններ, հիմնականում տտիպ տեսակներում։ Հենց այս թանիններն են, որ արքայան նարնջին տալիս են թե օգտակար եւ իհարկե թե վտանգավոր հատկություններ։ Հիմա նշենք, թե ում է հակացուցված արքայան նարինջը, հատկապես ստամոքսի եւ աղիների հիվանդություններ ունեցող մարդկանց։ Արքայան նարինջը ծանր է մարսվում հատկապես գաստրիտ, ստամոքսի խաց, 12 մատնյա աղոխոց, կոլիտ, քրոնիկ փորկապություն ունեցող հիվանդները պետք է զգուշանան։ Թանինները կարող են կապվել ստամոքսահյութի հետ եւ առաջացնել խտացումներ, որոնք երբեմն նույնիսկ հանգեցնում են ստամոքսի խցանման։ Հատկապես վտանգավոր է չհասած կամ կոշտ արքայան նարինջը։ Պետք է զգուշանան նաև շաքարային դիաբետ ունեցող մարդիկ։ Թեև արքայան նարինջը բնական մթերք է, այն պարունակում է շատ մեծ քանակությամբ շաքար։ Մեկ միջին արքայան նարինջը կարող է պարունակել մինչև 20-ից 25 գրամ ածխաջուր։ Դա կարող է կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Դիաբետ ունեցողներին խորհուրդ է տրվում կամ ամբողջությամբ խուսափել, կամ օգտագործել շատ քիչ քանակներով եւ բժշկի խորհրդով։ Ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդիկ պետք է զգուշանան։ Չնայած այն դիետիկ մրգի համբավ ունի, արքայան նարինջը բավականին կալորիական է, շատ արագ հագեցնող է, բայց չափից շատ օգտագործելու դեպքում նպաստում է քաշի ավելացմանը, հատկապես երեկոյան ժամերին։ Ալերգիայի հակվածություն ունեցող մարդիկ արքայան նարինջը կարող է առաջացնել մաշկի քոր, կարմրություն, շնչառական անհարմարություն, երեխաների մոտ դիաթեզ։ Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում հաճախ կամ մեծ քանակներով տալ։ Ստամոքսի կամ աղիների վիրահատություն տարած մարդկանց։ Վիրահատությունից հետո մարսողական համակարգը դառնում է էլ ավելի զգայուն։ Արքայան նարինջը կարող է առաջացնել փքվածություն, ցավ, խանգարված մարսում։ Այս մարդկանց համար այն խիստ հակացուցված է, հատկապես առաջին ամիսներին։ Երկաթի բարձր մակարդակ ունեցող մարդիկ։ Արքայան նարինջը խոչընդոտում է որոշ միկրոտարրերի կլանմանը եւ կարող է խանգարել նյութափոխանակության հավասարակշռությանը։ Եվ ամենակարևորը, երբ եւ ինչպես չի կարելի ուտել արքայան նարինջ։ Դատարկ ստամոքսին կաթի կամ կաթնամթերքի հետ միասին, սառը ջրով կամ սառը ըմպելիքով մեծ քանակներով միանգամից։ Սրանք կարող են առաջացնել ցավ, սրտխառնոց, փորկապություն կամ ծանրություն։ Եվ վերջապես ովքեր կարող են օգտվել, բայց հիշեք՝ չափավոր։ Առողջ մարսողական համակարգ ունեցող մարդիկ, թույլ անեմիա ունեցողներ, սթրեսի եւ հոգնածության մեջ գտնվողներ, աշնանային վիտամինների պակաս ունեցողներ, բայց նույնիսկ նրանց համար օրեկան 1 հատից ոչ ավել։ Արքայան նարինջը իսկապես թագավորական միրգ է իր գույնով, համով եւ օգտակար հատկություններով, սակայն այն մրգերից է, որի դեպքում չափավորությունը կենսական կարևորություն ունի։ Որոշ մարդկանց համար այն կարող է դառնալ առողջության աղբյուր, իսկ մյուսների համար՝ լուրջ խնդիրներ պատճառ։
Իհարկե պետք չէ մոռանալ նաև արքայանարնջի օգտակար հատկությունների մասին, այն լավացնում է ախորժակը, բարձրացնում աշխատունակությունը, հանգստացնում նյարդային համակարգը, օգնում հաղթահարել մրսածությունն ու հիվանդությունները, օժտված է մանրէասպան հատկությամբ, բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա և օգնում սակավարյունության դեպքում, օգնում է օրգանիզմն ազատել խարաններից, քանի որ պարունակում է բջջանյութ և պեկտինային նյութեր, նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, ունի միզամող հատկություն և նվազեցնում է միզաքարային հիվանդության առաջացման հավանականությունը, օգտակար է նաև վահանաձև գեղձի համար, քանի որ մեծ քանակությամբ յոդ է պարունակում, բայց, ինչպես արդեն նշեցինք, այն ունի հակացուցումներ, և եթե ի մի բերենք մեր ամբողջ ասածը, ապա այն հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, երբեմն կարող է փորկապություն առաջացնել, խորհուրդ չի տրվում օգտագործել նաև երեխաներին, քանի որ կարող է սուր փորկապություն առաջացնել հանգեցնելով բժշկական միջամտության պահպանումը, արքայանարինջը պետք է պահել սառնարանում, սառեցված վիճակում այն կարող է պահպանվել մինչև 6 ամիս չկորցնելով օգտակար հատկությունները: Աշնանվերջն էր, քաղաքը լցված էր նարնջագույն լույսով, իսկ շուկայի անկյունում մի ծեր վաճառական ուներ մի փոքրիկ սեղան, լի արքայանարինջներով, դրանք փայլում էին այնպես, կարծես ներսում արև էին պահել: Մարդիկ մոտենում էին, հարցնում գինը, բայց ծերունին միշտ նույնն էր ասում՝ սա սովորական միրգ չէ, սա պատմություն ունի: Քչերն էին լսում նրան, բայց մի օր մի երիտասարդ կանգ առավ: Նրա աչքերում հոգնածություն կար, ձեռքերում բժշկական թղթեր: Նա երկար նայեց արքայանարինջներին ու հարցրեց՝ իսկ ի՞նչ պատմություն ունի: Ծերունին ժպտաց, վերցրեց մի պտուղ ու սկսեց պատմել. Շատ տարիներ առաջ հեռու մի լեռնային գյուղում ապրում էր մի բժիշկ, անունը Արամ: Նա հավատում էր, որ յուրաքանչյուր միրգ ունի իր բնավորությունը, ինչպես մարդիկ: Մի օր գյուղ բերեցին մի անծանոթ պտուղ, կոշտ, գեղեցիկ, բայց անտանելի տտիպ: Մարդիկ փորձեցին, թքեցին ու ասացին՝ սա ուտելու բան չէ: Բայց Արամը նկատեց մի բան. եթե պտուղը թողնեին ժամանակին հասունանա, այն դառնում էր մեղրի պես քաղցր: Այդ ժամանակ նա հասկացավ՝ արքայանարինջը համբերության պտուղ է, ով շտապում է, ցավ է ստանում, ով սպասում է, պարգև: Բժիշկը սկսեց մարդկանց զգուշացնել. սա բոլորի համար չէ, թույլ ստամոքս ունեցողին կարող է վնասել, շաքարով հիվանդին վտանգավոր լինել, բայց առողջ մարդուն ճիշտ պահին և չափով ուտելու դեպքում կարող է ուժ տալ: Մարդիկ սկզբում չէին լսում, ոմանք շատ էին ուտում ու ցավերով գալիս էին նրա մոտ: Եվ Արամը կրկնում էր նույն նախադասությունը՝ ոչ մի բան վատ չէ, եթե ճիշտ ես օգտագործում: Տարիներ անց գյուղում մի փոքրիկ տղա ծնվեց Տիգրան անունով: Նա հիվանդ էր, թույլ, հաճախ էր մրսում, նրա մայրն ամեն ինչ էր փորձում: Մի օր Արամը նրան բերեց մեկ փոքր, լրիվ հասած արքայանարինջ և ասաց՝ ամեն օր կեսը, ոչ ավել, ոչ դատարկ ստամոքսին: Տղան մեծացավ, ուժեղացավ, բայց նա երբեք չէր մոռանում այդ պտղի համը: Տարիներ անց նա հենց նույն վաճառականն էր, ով կանգնած էր շուկայում: Ծերունին լռեց: Կինը դեռ ձեռքին պահում էր արքայանարինջը: Իսկապե՞ս սա բուժում է, հարցրեց նա: Ոչ, հանգիստ պատասխանեց ծերունին, սա սովորեցնում է լսել քո մարմնին: Ոմանց համար դեղ է, ոմանց համար փորձություն: Կինը գնեց մեկը, ոչ երկու, ոչ երեք, մեկ և հեռանալիս հասկացավ կյանքում ամեն ինչի նման, նույնիսկ ամենաքաղցր բաները պետք է ճիշտ ժամանակին և ճիշտ չափով ընդունել: Շուկան կրկին աղմկեց: Մարդիկ անցան ու գնացին, իսկ արքայանարինջները շարունակում էին լռությամբ պատմել իրենց պատմությունը նրանց համար, ովքեր պատրաստ էին այն լսել: